Արև ձեզ, արի, գալիս ես գամփար, արի դե։ Կեր գամփար, կեր։ Սամ դու գալիս ես, թե ուտում ես տեղ։ Սամ անիմաս լծրեցի, չես գալիս ուտես։ Դե լավ ես գնացի, հենա տես, քեզ էլ եմ կեր տվել, դու էլ կեր։ Կերեք ես գնամ։ Ահա, ոնց էր կարճլունա։ Ահագին ժամանակա չրի տեսնում։ Կարճել, արի, արի սիրունս, արի կարճել, ոնց ես, ոնց է կարճելը, լավ ա, ետիսնեմ, լավ ես, հոգնած տեսք ունես կարճել, լավ, արի գնանք, դե կարճ, արի գնանք սիրունս, Իսո ջան դու էստեղ կեր, կարճել դու էլ նակեր, որ սոված մնաս կգաս, ահա, վախկոտ շունեն կողմիցա գալիս, Այս մյուս շունը ես կողմիցա գալիս, մի խոսքով, պակասություն, ինչպես ասում են, չկա, ոնց ես, դու մի քիչ վախկոտն էիր, այո, այք ես, արի, լավ, արի կկերակրեմ, կեր դե, կարճել, եկել ես էտեղ նստել, հա, այն վախկոտն է կա, դու վախկոտ ես, բայց ոնց որ շատ սիջող ես, արի եստեղ էլ դու կեր, արի, հա, դու կեր, ես ոչ մետ, ոչ մի բան չի ասում, օ, հասկին ինկերուհին էլ ենտեղից են նայեմ, հեսա իջնելու են գալ, գիտեմ, ով է գալիս, սիրունիկ, արի, մի հատ սիրեմ սիրունիկին, ուխ, լավ է սիրունիկը, բայց իտ աչկիտ ճպուրները մաքրեմ, դե կեր լավ գնակեր, ես ով է, ես ինչ նոր ворդ, նորվա նոր ворցուկն է, ես դու եկար կարճլիկին լարեցիր, մախրինին սոված է դե արի ու մի կերակրի, արի կարճել արի, եստեղ էլ կա, դու էլ վախեցար, արի դու ես կողմ, հիմա ես կողմից են կողմ պիտի վազեմ, որ բոլորին կերակրեմ, ու մեկը մյուսից չվախենա, չիշխի, մի խոսքով, հեն հասկի էլի նվնվոցով եկար ներս, Էսի, բայց դու ահավոր շատ ես գիրացե գիտես, այդ հեչ լավ չի է հասկի, հասկացա, բայց դու գիտես ոնց ես գիրացե, արի, խելոք մնացեք, արի, սիրունիկ դու ուտում ես, կեր, եկեք, կարծես տեսա նոր շուն է հայտնվել ես, ոսուկը, մյուսները խելոք ուտում են, հասկին, սիրունիկն ու մյուսեքը, Սամն ու գամփարը նաև հետ եկել են այս մասն են նստում, իրենք նաև այս կողմերում են լինում, վախկոտ, արի, հիմա այստեղ կեզ կեր կտամ, կգնում լավ, նրանք ենտեղ են ուտում, դու էլ այստեղ, կեր, կարճլիկն անա, պիսո, մի ռոպե կեզ կտամ հիմա, մի նվնվի կարա, արի, բարև ձեզ, Կարճել, արի քեզ էստեղ, ոնց հասկացա կռիվը հասուն անում, մի հատ հանգստացի, էստեղ էլ կա կերեք ու կռիվ մի արեք, ենտեղ մնացել է նույնիսկ ավերավներին, Փիսո ջան, ես քեզ տվեցի ենտեղ, ինչի փախար, արի ես կողմ կտամ, լավ, մի արա, մեկը չելնի հարցնող ես ինձնից առաջ ընկել վազելով ուր եք գնում, ես գնում եմ սպիտակից կերակրելու, Սիրունիկը ես նոր ворցուկի հետ խաղում է, ինչ լավ է, որ Սիրունիկին ասրեցի ստերջացնել, բրավեկտո տալ, որպեսզի նա առողջ լինի, ինչ էլ ձիգ նստել էր ենտեղ։ Լավ է, ես չգիտեմ ինչ նորելու կա, բայց դու քեզ հանգի, սպիտակ ենք որտեղ են։ Լավ արի, ես քեզ կերտամ դու զբաղվի, ես իրանց կտնեմ։ Ոյ, վերևներից իջար, սևուկ, բա, սպիտակն ու արջուկը ուր են, հեն։ Հլարի տեսնեմ, արի։ Դու մի հատ խելոք մնա, ինչ ես հետևիցս ընկել գնա, դես, քեզ ա սպասում Սիրունիկը, գնա, արի սևուկ, սպիտակ, այդ սարի գլխին էիք բարձրացեք, եկեք, բա արջուկը ուրա, արջուկին է ձայն տվեք թող գա, արի սպիտակ, արի Սիրունս, հենա արջուկն էլ ա ենտեղ, վերևն էիք, հա քնել, եկեք, մի հատ դու ասացի գնա,
Սիրունիկի մոտ։ Սա քո տեղը չի։ Վայ։ Եկար, լավ է սպիտակս։ Հա, պուպուշս։ Արի արջուկ, վախեց է կանգնել ես այ տղա։ Արջուկ։ Գիշ։ Հպարտս։ Ինչ նոր հայտնված որցա, որը ոչ վախ ունի, ոչ ահ եկել է ու այստեղ իմ ոնց վրա է գրմռում։ Սպիտակ քոնը այստեղ եմ լցրի, ինչ ես գնացես սևին բզբզում։ Սև ու կարի այստեղ կեր։ Արջուկն էլ նա է ուտում, հեսա սև ու կարի կեր։ Արի սիրունս, արի խելոքս, արի կեր։ Արի։ Հա, դու դեմք ես, գիտես։ Լսի։ Դեմքով։ Հələ լսի բան եմ ասում։ Այդ խելոք հələ ինձ լսի։ Լավ էլ վիրավոր է հաշկիտ կողքերը։ Անվախ որցու կա։ Կերած խմած։ Կամ էլ դուրս հանած արդեն։ Որտեվ դրսինները մի քիչ ավելի համեստ են լինում սովորաբար։ Ար։ Դուք կերեք, ես իրան այստեղ կզբաղացնեմ։ Են ովքեր են գալիս նոր շունիկներ են։ Օհո։ Ինչ նոր բան, եկեք դուք էլ կերեք, ինչ նվնվնեք, բայց։ Ես քանի շան դիմաց կանգնեմ, որ դուք ուտեք, լավ էլի։ Դուք կերեք, ես չգիտեմ նրանք ովքեր են, հիմա իմ գնալուց կգան, ինչ կլինի, այնպես որ դուք կերեք, լավ, արջուկ, սպիտակ, սև ու կերեք։ Մի հատ էլ պետքա պահակ կանգնեմ, որ դուք ուտեք, ու ձեզ չնեղացնեն։ Հա, ինչա, վերքեր ունես, բա գիտե իրեքի համար կռիվը հեշտ գործա, արջուկ։ Դե մի խոսքով կռիվ մի արեք, ձեր միջև բարիշեք, ոնց ուզում եք։ Մի հատ հետ անցեք հələ։ Նենց էլ վազելով գալիս է սիրունիկ հետևիցս, որ ինչ, հետ անցի։ Որցուկին վերցրու հետ անցի շենքերի շնորհակալություն ուրիշ է, էլի։ Սիրունիկը շնորհակալ է, որովհետև հղի վերքերի մեջ կորած, այդպես էլ նա կմնար, կծնտնա բերեր ու Աստված գիտի թե ինչ ճակատագիր էր նրան սպասվում։ Ստարջացրեցի, վերքերը մշակեցի, չբուժվեց, վերջում բրավեկտոն օգնեց ու հիմա նա հանգիստ ու ազատ թռչկոտելով պտտվում է եւ կարծես միշտ շնորհակալ լինի։